Այն ժամանակ ուրեմն տենց հետաքրքիր սիրուն բառեր չկար, էլի։ Outsource, outstaff, startup։ Այդ ամեն ինչը մենք կոչում էինք ռուսերեն տենց մի հատ խալյավա կար, բառ, հայերեն էլ ասում էինք լևի գործ։ Պարզվում է Հայաստանում IT ոլորտ կա, պարզվում է Հայաստանում ծրագրավորողներ կան։ Պարզվում է, որ այդ ծրագրավորողները առավոտվա ժամից մինչև 6-ը սարերում չեն լինում, հետո իջնում են իրիգունը մի քիչ գործ են անում, ու հետո գնում են սարեր, այդպես նորմալ, սիրուն, անգլերեն խոսացող։ Վերջը տևեց մոտ 2 տարի եւ ավել, մինչեւ ես հասա իմ նպատակին։ 4 հոգով մենք սկսեցինք ու բуквально մի տարի հետո դարանք 100 հոգի։ 4 տարի հետո դարանք 400, հետո մեր մոտ սիրուն գրված էր, էլի, 4-ից 400, 4 տարում։ Եթե դու կարողանում ես կոդ գրել, դա չի նշանակում, որ դու մասնագետ ես։ Սկսնակների կյանքն է բարդացել։ Սկսնակների կյանքը չասեմ բարդացել, ավելի հետաքրքրացել է։ Ինչա փոխվում AI-ի գալուց հետո ձեր աշխատանքի մեջ։ Պրոցեսը գնում է արդեն, դու չես կարա կանգնացնես։ Եթե դու այդ պրոցեսից դուրս մնաս, այդքան էլ չես կարա զարգանաս։ Որպես երկիր, որպես սոցիում, սկզբից Էդիսոնը իր պամպուչկան բանալից լույս ունեցանք, հետո սկսվեց ավտոմատիզացիա տարբեր գործարաններում։ Ու տենց եկանք հասանք ինչ-որ միտեղ։ Ցավալին նա է, որ կլինեն մասնագիտություններ, որոնք որ էլ արդիական չեն լինի։ Մարդուն ոչ մեկ չի կարա փոխարինի։ Մարդը կարա օգտվի, օգտագործի եւ ավելի արդյունավետ լինի, ոչ բոլորը պետք է լինեն IT-շնիկ, բայց բոլորը պետք է հասկանան այդ փոփոխությունները եւ պետք է փորձեն կիրառել այն ամեն ինչը որ տալիս է իրանց այդ AI, այլ ոչ թե վախենան, այլ կիրառեն եւ օգտագործեն իրանց մասնագիտական ոլորտում այդ AI-ը ավելի իրանց աշխատանքը էֆեկտիվ եւ ճիշտ դարձնելու համար։ Մենք այդ ամեն ինչով կարողանանք մեր security-ն շատ լուրջ ձևով։ Անվտանգության բաղադրիչ։ Միանշանակ։ Մեր ընկերության մեջ այդ կատականում են, չէ՞, ասում ենք իրան հարգող IT-շնիկը, գոնե 2 հեկտար խաղողի այգի պետք է ունենա։ Որ հետո դառնա գինի։ Կողոցել մի հատ շինարարություն պետք է ունենա, որ շինարարություն։ Դա լամպայման, դա իր հետ։ Արսեն ջան, բարի գալուստ եք քեզ podcast։ Ես կուզենայի, որ մենք սկսենք մեր այսօրվա խոսակցությունը նրանից, թե ինչ է իրանից ներկայացնում Data Art-ը եւ ոնց ստացվեց, որ Data Art Armenia-ի founder-ը հենց դուք եք։ Բարև ձեզ Հայկ ջան, շնորհակալություն հրավերի համար։ Մինչև եթերը մենք խոսեցինք, ես ձեր ոնց որ ասած ֆանն եմ N-News podcast-ի ծրագրերով եւ շատ հաճելի է այսօր ասենք մասնակից։ Եթե սկսենք ամենասկզբունքներից, բավականին երկար կխոսենք դրա մասին։ Լավ, մի քանի sense բանով ասեմ, ուրեմն ես երկար տարիներ աշխատել եմ IT ոլորտում, երկար տարիներ։ Կարելի է ասել առաջի 3 տարի հետո աշխատանքից հետո հասկացամ, որ ես ասենք իմ բնույթով մի քիչ ավելի տենց managerial բանով եմ գնում ու ասին ավելի լավ է այս ջահելին օգտագործենք տենց ուղղությունով, էլի։ Թե չէ ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին բանին, ինձ հակռիվ անում հետներս իրանն է ապացուցում։ Background-ս ասեմ նաև, որ ավարտել եմ պոլիտեխնիկը, ստացել եմ VTN եմ ավարտել, հաշվական տեխնիկա ֆակուլտետը, մասնագիտությունս конструктор, технолог, электронщик, вычислительных систем։ Ծրագրավորող չեմ մասնագիտությամբ, բայց ծրագրավորման բնագավառ տարաճանաչ եմ, սենց ասեմ, էլի։ Մի քանի լեզու ուսումնասիրել եմ, չեմ ասի տիրապետում եմ։ Հա, մի խոսքով, առաջի աշխատանքային փորձս HPL-ում էր, դեռ տենց կամպանիա կար, որը որ հետո Synopsys-ը առավ 3 մեծ ուրիշ կամպանիաներ Հայաստանում եւ հիմնադրվեց Synopsys-ը։ HPL-ում ընդունվել եմ աշխատանքի որպես junior test ինժեներ, ու հետո տենց կամաց բան եմ արել։ Այն ժամանակ ուրեմն տենց հետաքրքիր սիրուն բառեր չկար, էլի։ Outsource, outstaff, startup։ Այդ ամեն ինչը մենք կոչում էինք
ռուսերեն տես մի հատ խալյավա կար, բար, հայերեն էլ ասում են լևի գործ։ Ինչի համար եմ ես դա ասում, որովհետև աշխատանքային տարիներին մենք ընկերներով մի հատ մեծ տենց խումբ ունեինք, ընկերական, մեծ ասում 5-6 հոգի, էլի։ Բոլորս IT ոլորտում, ու ամեն մեկը իր բանը ուներ, պոզիցիան ուներ, էլի սենց ասած։ Մենք կարողացանք նենց անել, որ մեզ սկսեցին ճանաչել ոչ միայն մեր աշխատատեղերում, այլ նաև դրսում, տարբեր ինչ-որ կողքից պրոյեկտներ անելով։ Հա, դտեղ դժում էր այդ work-life balance-ը, հա, խնդիրներ կային, բայց եթե ուզում ես զարգանաս, եթե ուզում ես առաջ գնաս, եթե ինչ-որ նպատակներ ունես, բնական է դրա վրա ուշադրություն ես դարձնում։ Հա, դա տվեց ինձ հնարավորություն, ես ավելի շատ կոմերցիոն մասներ իմ մոտ, negotiation, կլիենտ բերել, կլիենտի հետ բան անել, հարաբերություններ ստեղծել, ընկերանալ եւ բան անել։ Դե արդեն պատկերացնում եք ինչի համար եմ դա պատմում, որովհետեւ այդ տարիների ընթացքում մոտավորապես մի 15-ից ավել տարի մենք այդ գործը ոնց որ անում էինք, էլի, հետո հիմնարկ բան ֆիրմա սեթափարեցինք, այդտենց նորմալ բանով գնում էր, էլի։ Հետո ասենք մի քիչ բաները փոխվեց, պրիորիտետները եւ փորձեցինք ավելի տենց, չգիտեմ, մասնագիտականի մեջ խորանալ եւ ինչ-որ բանով, չնայած այն վաղտել ենք խորացած։ Ու եղավ մի հատ դեպք, երբ որ մի պրոյեկտ կար, ու պրոյեկտը ավելի շատ կոմերցիոն էր, այլ ոչ թե տեխնոլոգիական, էլի։ Այդ պրոյեկտի բերումով ծանոթացա դատարտի C-level մարդկանց հետ, պրեզիդենտի հետ, chief business developer officer-ի հետ, տենց էլի, ստացվեց, որ մենք ծանոթացանք։ Այդ որ թվին էր։ Դա 2016 թվականին էր։ 2016 թվականին ծանոթացանք ու տենց պերվիբլին կոմամ, այդ պրոյեկտը չստացվեց, ինչ պատճառներով չստացվեց, ասեցինք լավ, բայց այն ինչը որ դատարտը ինձ ցույց տվեց, այն ինչը որ դատարտը իրանից ներկայացնում էր, ինձ շատ դուր եկավ, ես հասկացա, որ սա այն կամպանիան է, որտեղ որ ես կուզենամ ունենալ իմ ներդրումը և լինել մի մասնիկ, ավելի շատ դա խոսքը գնում էր այդ մարդկային հարաբերություններ, մարդկային որակների գնահատում եւ մարդուն ճիշտ ձևով գնահատում։ People first, այո, այդն էր, որը որ մենք մեր մոտոներից մեկն է, ու ես միշտ տարբեր խոսակցությունների, տարբեր ինտերվյուների ժամանակ միշտ ասում եմ, դա չպետք է լինի որպես միայն պաստառ, այդպես գրված լինի, այլ դա պետք է հիմնված լինի աշխատանքով եւ քո վարքագծով, թե դու ոնց ես կամպանիան վերաբերվում այդ ամեն ինչին, ու դա էր ամենակարևոր գրավականը, որ ես ասացի, չէ, ես պետք է հնարավորինս ամեն ինչ անեմ, դրեցի իմ առջև խնդիր, որ դատարտը Հայաստանում պետք է լինի պարտնյոր կամպանիա, դատարտ գլոբալին։ Բայց այդ ժամանակ դատարտ ուներ այդ ֆորմատը, որ դու կարաս հետը պայմանավորվես, որ օֆիս բացես ու լինես տեսեք, ֆորմատը գիտեք ոնց, ասենք այդ ժամանակ դատարտը արդեն ուներ մոտավորապես, ասենց ասեմ, 2500 հոգի էին այն ժամանակ դատարտում արդեն աշխատում, որոնք որ բաշխված էին մեծամասնությունը Ուկրաինա, Ռուսաստան, 6 հատ կարելի ասել մեծ օֆիս Ուկրաինայում էր, 6 հատ մեծ օֆիս պարտնյոր օֆիսներ։ Այդ ինքը Նյու Յորքում էր։ Headquarter-ը Նյու Յորքում է։ Պարտնյոր օֆիսներ էին եւ նաեւ կային Պոլշայում, Բուլղարիայում, Լատինական Ամերիկայում։ То есть Սա աշխարհը։ Բանը կար, էլի, հողը կար, ասենց ասած, ընդհանրապես պետք էր այդ հողը ճիշտ ձևով պարարտացնել եւ հետնել միասին ցանել ու հետո հնձել։ Ну, ես անցա այդ գյուղատնտեսական գործողություն։ Okay։ Հա, ու դա բավականին հետաքրքիր process էր, որովհետեւ ես հրավիրեցի իմ արդեն ընկերներին Հայաստան, ծանոթացրեցի Հայաստանի IT էկոհամակարգի հետ, ոնց է, ինչ է, բավականին զարմացած էին, այնց հետաքրքիր էր իրանց շատ, որ Հայաստանում Բարձում է Հայաստանում IT ոլորտ կա, բարձում է Հայաստանում
ծրագրավորողներ կան, բարձում եմ, որ այդ ծրագրավորողները բան չեն, այդ առավոտվա ժամից մինչև 6-ը սարերում չեն լինում, հետո իջնում են իրի գունը մի քիչ գործ են անում, ու հետո գնում են սարեր, այդպես նորմալ, սիրուն, անգլերեն խոսացող, հա, այդպես հետարքիր մարդիկ են, էլի։ Ու այդ ամբողջը այդպես step by step փորձում է առաջ տանել, ասենք Հայաստանի մասին ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիա, Հայաստանի մասին ինչ-որ սենց, ինչ-որ բան, այ Հայաստանը էս ինչ բան արեց, այ Հայաստանը սենց եղավ, այ ինչ-որ էս մի կամպանիան մտավ, այ սենց եղավ, այն հենց եղավ։ Վերջը տևեց մոտ 2 տարի եւ ավել, մինչեւ ես հասա իմ նպատակին, էլի։ Այդ ընթացքում ես էլ այցելեցի Նյու Յորք, հետո Սանտ Պետերբուրգ, որտեղ տենց էլի մեծ օֆիսեր ընդ եւ executive staff նաեւ կան Սանտ Պետերբուրգում։ Ուտենց այդ ընկերությունը դարավ բան ու նաեւ երբ որ մենք արդեն set-up արեցինք Հայաստանում դատարտը, որտեղ տենց խոսակցության բանով ասվում էր որ ու դա կամպանիայի պրեզիդենտը մի օր նստած խոսում էինք, բան ասեց, մենք ճիշտ ասած լոկացիա, որտեղ որ ունենալ պարտներ ընտրում ենք ոչ թե միայն նրանով, թե ինչքանով է ինքը տեխնոլոգիապես զարգացած, դե բնական է, կա ինչ-որ մի հատ շեմ, որից վերև արդեն դիտարկում ես, որից ներքև չես դիտարկում, բայց ամենակարևորը նա է, որ մենք ունենանք trusted person, որը որ կարողանա, ոնց որ ասած, ճիշտ ձևով իրականացնի այն ամեն ինչը, ինչի համար որ մենք միասին գնացինք առաջ։ Դա դատարտի պատմությունն էր։ Հիմնադրվեց 2019 թվականին փետրվարին, հա, սկզբից տենց 4 հոգով էինք, զբաղված էինք, չգիտեմ, օֆիսի ռեմոնտով, չգիտեմ, տենց ինչ-որ equipment է, սեն տարբեր ինչ-որ բաներով, ու մոտավորապես 4 թե 5 ամիս հետո արդեն սկսեցինք գործունեությունը, առաջ ծրագրավորողին ընդունեցինք մոտավորապես 4 ամիս հետո, ու այդտեղ սկսվեց արդեն մեր հետաքրքիր բանը, journey-ն, ասենց ասած։ Բայց մինչև այդ journey-ին հասնենք, մի հատ նկարագրենք ինչով է ընդհանրապես դատարտը զբաղվում։ Ես միշտ կատակ եմ անում, ու ասում եմ այդ կատակը ես չեմ սիրում, բայց այդ կատակը միշտ անում, ասում եմ հայերեն ասած outsourcing, բայց ինչի չեմ սիրում եւ կարող եմ երկար դրա մասին խոսել եւ ասել ինչի դատարտը outsourcer չի, outsourcing կամպանիա չի, այլ մենք մեզ պոզիցիոներով ենք անում որպես service and solution provider։ 28 տարեկան է դատարտը, global դատարտը, դատարտ Հայաստանը 6 տարեկան, մի քիչ 6.5, սենց, եւ 28 տարվա ընթացքում դատարտը կարողացել է գտնել իր նիշան բավականին լուրջ service եւ solution provider կամպանիաների շարքում։ Ինչի, որովհետեւ մենք միշտ ասում ենք, որ այն ինչը որ մենք անում ենք, մենք պետքա դա անենք ոչ թե նենց ոնց որ մեզ է դուր գալիս, կամ նրա համար որ միայն փող աշխատենք, այլ նենց ոնց որ մեր պատվիրատուին է պետք եւ կոնկրետ փորձենք լուծենք մեր պատվիրատուի խնդիրը։ Դեպքեր ա եղել, երբ որ պատվիրատուն գալիս էր, ասում էր, սենց ծրագիր եմ ուզում, բայց երբ որ մեր մասնագետները deep in dive մտնում էին, հասկանում էին ինչի մասին է, ինչա պետք, ոնց է պետք, եւ որտեղ ընդհանրապես խնդիրը ծրագիր փոխելու կամ ծրագրի մեջ չի, մենք չենք փորձում մեր պատվիրատուներին կոպիտ ասած նաղդել ծրագիր նաղդել ու ասել հա պետք է կտանք, հա։ Եղել է դեպքեր, որ իրանք տենց ինսիստ էին անում, չէ մենք էս ենք ուզում, ասում ենք չենք անելու, գնացեք ուրիշի մոտ, որովհետեւ վաղը մյուս օրը երբ որ կգա ինչ-որ մեկը կնայի, կհասկանա, մի հատ կհամեմատություն կանի, ինչ ունեիք, ինչ հիմա ունեք, ձեր խնդիրը լուծվեց կամ չլուծվեց, հետո էլ կասի ով է տվել ձեզ solution-ը, կասեք դատարտը մեր անունն է անգնելու։ Մենք տենց բան չենք անում։ Եվ դրա համար ես այդ որ ասում եմ տարբերությունը շատ երկար կարանք խոսենք, էլի, թե ով է service solution provider։ Իսկ ընդհանրապես ինչ սերվիսներ ու solution-ներ։ Ցանկացած ինչը վերաբերում է ծրագրավորման, դրա վերաբերյալ եմ մի հատ կատակ ունեմ, ես միշտ ասում եմ, բացի միկրոէլեկտրոնիկայի ոլորտից, chip design-ից եւ այդ միկրոէլեկտրոնիկային վերաբերող ոլորտից, մնացած ամեն ինչը անում է դատարտը։ Հա։ Տարբեր բնագավառներում։ Հեսակասն բնագավառները, ինչի եմ ես այդ կատակը անում, որովհետև
20 տարի աշխատել եմ Սինոպսիսում, էլի։ Որը դե համար այդ կատակը տենց որ ես ասում եմ մարդիկ ովքեր ինձ ճանաչում են հասկանում են ինչի մասին եմ ասում ոլորտները ուրեմն սկսած education-ից առողջապահություն ֆինանսական ոլորտ retail gambling tourism hospitality մեդիա ոլորտ Այդ ոլորտներում դուք ստեղծում եք ձեր կլիենտների համար տարբեր պրոդուկտներ։ Մենք ստեղծում ենք մեր կլիենտների համար պրոդուկտներ կամ լուծումներ պրոդուկտների մեջ կամ պրոդուկտներ կարող է լինի 0-ից սկսվի, կարող է լինի մի ինչ-որ կարևոր լուծում, որը որ հեշտացնում է եւ լավացնում է մեր կլիենտի կյանքը, արդյունավետությունը եւ նաեւ մնացած ասենք փող աշխատելը։ Իսկ հիմա թվերով դատարտ global կա, դատարտ Armenia կա, չգիտեմ revenue-ն ես կարդացի որ revenue կար նշած, ինչ 2022 թվին 300 միլիոնից ավելի 2000, public ինֆորմացիա դա 2023-ի ոնց որ տվյալներով մոտավորապես 400 միլիոնի էր հասնում։ Տարեկան revenue։ Թվերով եթե խոսենք global դատարտը 28 տարեկան է, դատարտ Հայաստանը 6 տարեկան է, դատարտը ներկայացված է 25 եւ ավելի երկրում 2500 հոգի մարդ, Չէ, արդեն մոտավորապես 6000 հոգի։ Okay։ Դա այն թվերիներ, էլի։ Հիմա եւ ունի մոտավորապես 30-ից ավել պարտներ կամպանիաներ, պարտներ չէ, օֆիսներ աշխարհով մեկ ներկայացված է 20 քանի երկրում, որտեղ երկիր կա, ասենք նույն Ուկրաինայում մենք ունենք 6 հատ մեծ օֆիս։ Պոլշայում 3 հատ, չգիտեմ, Լատինական Ամերիկայում 4 հատ, տարբեր բաներում, ռեգիոններում։ Հասկացա։ Ու մենք խոսացինք նրա մասին, որ առաջի բանը, որ ձեզ հետաքրքրել էր եւ այլ ասել ոնց որ գրավել էր դատարտում, դա people first concept-ն էր։ Ես ուզում եմ հասկանամ, այդ ինչ պետք է լիներ, որ տենց ուշադրություն դարձրեցիք դրա վրա ու ինչ է вообще Իրանից ներկայացնում այդ people first concept-ը։ Տեսեք, շատ դեպքերում people first-ը մի քիչ կարող է ոչ ճիշտ հասկացվի, որովհետև եթե դու ճիշտ սոուսով չներկայացնես people first գաղափարը դա նա է, երբ որ դու փորձում ես ոչ թե որպես կազմակերպություն քո շահերը մենակ պաշտպանել, այլ նաև քո աշխատողների։ Բայց այդտեղ նաև դու ակնկալում ես, որ նույն աշխատողը պետք է լինի նույն ձև դեպի կազմակերպություն։ То есть այդ win-win գաղափարը պետք է լինի։ Եվ դա է, որ այդ people first գաղափարը կարողանում է մեզ տանել առաջ։ Ես կարող եմ ասել, ասենք տարբեր պերկեր, էլի, ասենք ինչա դրա տակ, էլի։ Ասենք մենք օրինակ որպես կազմակերպություն մեր մոտ տենց մի հատ բան կա, հետաքրքիր քարտուն տիպի, ասես մի հատ բան ունենք, ինչա կարելի, ինչը չի կարելի, էլի դատարտում, ինչն է ընդունված, ինչը ընդունված չի, էլի։ Օրինակ մեր մոտ մայկրո մենեջմենտ ընդունված չի։ Չպետք է մարդուն մայկրո մենեջ անես, էլի։ Educate արա, delegate արա, այն դեպքում, երբ որ ինքը կարողանա այդ անել, եթե չի կարողանում, օգնի կամ shift արա մեկ ուրիշ բանի։ Փորձի, ասենք, գտնել այդ բալանսը, որը որ կբերի փոխադարձ արդյունքների, թե կազմակերպությունը ունենա իր շահը տեղից, թե ասենք մարդը կունենա իր շահը, մարդու շահը նա, որ ինքը կսովորի, որ ինքը առաջ կգնա, որ ինքը կոմֆորտ կզգա իրան, որ ինքը կանի այն գործը, որ ինքը սիրում է, հետնել միասին, ասենք իր վրա չի լինի այս պարտականություններ, որը որ պրոստը ասենց հարցեցիր վզին, ասիր պետք է անես։ Մենք օրինակ դատարտում շատ տենց հետաքրքիր պրակտիկա ունենք, տենց չի որ աշխատողը գալիս է ու ինքը ասենց նամակ է իրան գալի, որ պետք է վաղվանից այս պրոյեկտում լինես, այս ինչ տեխնոլոգիայով, այս ինչ բանով։ Մարդը իրանք ունի ընտրություն կատարել պրոյեկտների միջև, որ պրոյեկտում ազում լինի, որում որ չի ուզում լինի, որովհետև դա էլ ենք համարում, որ դա էլ է կարևոր բան, որովհետև մարդը կարող ասում է, այս update տեխնոլոգիա է, այդքան չեմ ուզում բան անեմ, ոչ էլ այդքան հավես ունեմ, ինձ ավելի լավ է, ասենք, այս տրենդայինների մեջ խորանամ ու գնամ առաջ։
դա էլ ասենք, եթե եւս մի անգամ խոսում եմ արտակենտրոն լինելու մասին։ Չկա ասենք ֆիքսված աշխատաժամեր, չկա ասենք բաներ, կամերաներ, չկա ինչ որ ձևով մարդկանց հետևել բան, այլ փորձում ենք վստահել։ Վստահությունը դա մեր բաներից, արժեքներից մեկն է, էլի։ Իսկ կան մարդիկ, որ չարաշահում են։ Դե հիմա ինչ ասեմ, ասեմ չկան, բնականական, բայց հիմա էդ էլ է մենեջմենտի ճիշտ վերաբերմունքն է, որ դու կարողանաս հասկանաս, դա չարաշահում է, թե ինչ որ խնդիր է, որ մարդը ունի, որը որ բերում է, ասենք այն դրան, որ քեզ թվում է, որ դա չարաշահում է։ Հա, ոչ մի բան իդեալ չի։ Ասում եմ շունչ չկա, որ գեղ չկա, որ շունչ լինի, հիմա կարա լինի, բայց նաև այդտեղ կարևորագույն այդ HR պրակտիկան է, որ HR-ը ճիշտ ձևով ասենց կարողանա այդ ամբողջը տանել, էլի։ Ու այդ HR-ի վերաբերյալ էլ այդ որ ես ասի 4 հոգով սկսեցինք, չավարտեցի 4 հոգով մենք սկսեցինք, մի տարի հետո դարանք 100 հոգի։ 4 տարի հետո դարանք 400, ու հետո մեր մոտ սիրուն գրված էր, էլի, 4-ից 400, 4 տարում։ Ու դա այդ 4-ը դա այն core-ն էր խմբի, որը որ ես հավաքեցի, ես կարողացա գտնել այն մարդկանց, ում հետ ես գիտեմ ու համոզված էի, որ կհասնեմ այն ամեն ինչին, ինչը որ ես իմ դիմաց դրել էի։ Այսօր հպարտությամբ կարամ ասեմ, եթե ոչ երրորդ, 4-րդ մեծությամբ 3-4 լոկացիան է դատարտի գլոբալ դատարտում Հայաստանը։ Դրանից հետո էլ բացվեց դատարկ Վրաստանը։ Հա, դրանից հետո էլ բացվեց դատարկ Վրաստանը, դատարկի հաջողությունների բանի հիման վրա հետ միասին մենք արդեն ասենք տենց գնանք Զավայեվատսկի ռեգիոնայի բանով, հա, ու բացվեց դատարկ Վրաստանը, որտեղ որ այսօր էլի աշխատում է մոտավորապես 250 հոգի մարդ։ Շատ հետաքրքիր է։ Մեր ոդկասթի անունը IKS ոդկաստ է, մենք այստեղ սովորաբար AI-ի մասին ենք խոսում։ Դրա համար տենց մի քիչ shift անենք մեր խոսակցությունը դեպի AI։ Պարզա որ data art-ը երևի շատ է առնչվում այսօրվա դրությամբ AI-ի հետ, բայց բարձ չի թե ոնց է կիրառում իր աշխատանքի մեջ, իր կլիենտի product-ների մեջ, ինչա փոխվում AI-ի գալուց հետո ձեր աշխատանքի մեջ։ Չգիտեմ ինչքանով է մեր հանդիսատեսը լսողները տեղյակ, բայց մենք տարվա վերջ դատարկ հայտարարեց, որ մեծ ինվեստիցիա է անում AI-ի մեջ, որը որ մոտավորապես $100 միլիոն մասին է խոսքը գնում, որ կամպանիան այս տեկտոնիկ փոփոխությունների հետ մեկտեղ փորձում է նաև իր մոտեցումները եւ բաները ավելի հստակեցնել եւ ավելի shift-ը փոխել այդ shift լինել եւ գնալ այդ ոնց ասած AI-ի տակ շատ բան մենք կարող ենք հասկանալ AI-ի տակ, ասենք, սկսած AI մոդուլներից վերջացրած, ասենք AI factory-ներից եւ նաեւ մենք օրինակ մեր ուղղությունը ավելի շատ ֆոկուս ենք հիմա անում data-ի վրա։ Տենց մի հատ բան կա, չէ, ասում է garbage in, garbage out։ Այսօրվա սկսած ասենք այդ computing-ը դա տվյալների հիման վրա է։ Ինչքան քո տվյալները լինեն structured, ինչքան քո տվյալները լինեն մաքուր, ինչքան քո տվյալները լինեն ճիշտ եւ հետնել միասին, ինչի՞ չէ նաեւ ոչ fake, այնքան քո արդյունքը, ինչին որ դու ուզում ես հասնես, եւ մեր համար դա գաղտնիք չի, որ այսօր AI-ը աշխատում է միլիարդավոր, չգիտեմ, տերաբայթներով, բաներով, պիկոբայթներ, տենց ինչ-որ այդ արդեն նոր բան վախենալու այդ թվերով տվյալների բազմության հետ։ Եվ տվյալների բազմությունը, եթե չլինեն reliable, կոպիտ ասած, եւ մաքուր, լավ, ճիշտ ձևով, շատ ավելի վիխլպը ոչ այդքան արդյունավետ կլինի, հետնել միասին ժամանակը, որը որ կծախսի ում համար որ դու դա անում ես քո կլիենտը դրա վրա, ինչի՞ չէ նաև կօգտագործի միլիոններ էլեկտրոէներգիայի վրա եւ չի ունեն այն արդյունքը, ինչը որ եթե կարողանաս դու քո համակարգը train անես ճիշտ տվյալների վրա։ Մենք հիմա այդ մի ուղղություններից մեկն է, որտեղ որ փորձում ենք այդ տվյալների data engineering-ով եւ տվյալների cleaning-ով եւ բանով տենց զբաղվել։
մենք ինքներս որպես կազմակերպություն մեր product-ը չունենք ու հետո միասին AI-ի այդ ասենց ասեմ մոդել չունենք introduce արած, որովհետև դե բիզնեսի ուղղությունը մի քիչ ուրիշ է։ Մենք ավելի շատ փորձում ենք եւ ոչ թե փորձում ենք, այլ օգտագործում ենք եւ ադապտացնում ենք այն ամեն ինչը որ մենք ունենք։ Ու դա մեր համար մեզ ինչ որտեղ հեշտությամբ է տրվում, ինչի համար, որովհետև բացի նրանից, որ մեր մոտ տենց ոնց է ծրագրավորողներ են, մեր մոտ ծրագրավորողները մարդիկ են, որոնք որ շատ լավ տիրապետում են կոնկրետ ոլորտները։ Այդ մեկ, երկրորդն էլ մենք ունենք արխիտեկտորներ, ասենց ասած, որոնք որ կոնկրետ կարող է ավելի շատ ֆինանսական ոլորտից ինչ որ մարդ լինի, բիզնես անալիտիկ արխիտեկտոր, որը որ background է, տարիներ շարունակ աշխատել է ինչ որ ֆինանսական հաստատությունում, շատ լավ գիտի թե ինչ է նշանակում, ասենք, չգիտեմ, ակցիաներ, բաներ, ֆիչերներ, էսեն ու բնական է, երբ որ մեր մոտ գալիս է ինչ որ մի պատվիրատու ֆինանսական ոլորտից, դա այն մարդն է, որը որ կարողանում է հասկանալ լեզուն եւ ճիշտ ձևով նախագծել այն ինչը որ պետք է լինի։ Ըստ դոմեյնի գիտելիքը, background-ը եւ domain knowledge-ը մեր համար ամենակարևորներից մեկն է։ Եվ այդ ամեն ինչի հիման վրա մենք կարողանում ենք տվյալները համապատասխանացնելով ավելի արդյունավետ լինել եւ ավելի հուսալի լինել մեր պատվիրատուների համար։ Ունենք մեր ինչ որ տենց ChatGPT ասեմ, data art-ի ChatGPT ունենք, որը որ բնական է train արվում ըստ մեր հենց ձեր բիզնեսի մասին է։ Բիզնեսի մասով ըստ մեր, ասենք, սկսած ներքին բաներից, process-ներից վերջացրած, ասենք, տարբեր ինչ որ business-wise process-ներից մենք train ենք անում։ Դե բնական է դա security-ից ելնելով եւ բանից ելնելով, որ ասենք չօգտագործես ընդհանուր այլ քոնը օգտագործես, բայց ելին ինքը հիմնված է, ասենք, նույն OpenAI-ի այդ դիվիժոկներից մեկի։ Ուղղակի դուք իրան դրել եք ձեր սերվերի վրա, որ մենք դրել ենք մեր սերվերի վրա, մեր տվյալներն ենք իրան տալի, մեր տվյալներով մենք կարողանում ենք իրան train անել այն ամեն ինչին, ինչը որ մեզ է պետք։ Իսկ եթե դուք այդ ամեն ինչ անեիք ChatGPT-ում կամ Gemini-ում կամ ինչ որ ուրիշ տեղ, դա արդեն տվյալների արտահոս կլիներ։ Դե հիմա ես չգիտեմ, էլի, հիմա այս հեռախոսը այստեղ դրված է, հիմա ես ով է մեզ լսում ինչ անում, ասենք դա պարանոյա չի, բայց ասենք հենց հիմա երևի ոչ մեկ, բայց եթե ուզենան կարող։ Հա, տեղը բան է։ Տեղը պատվալում է։ Հա, այդ կատակ արեցի, դա ոչ թե պարանոյիչսկի ինչ որ տես բան է, այլ հա կորպորացիան եթե իրան հարգում է բանանում, ունի հնարավորությունները ավելի լավ է ունենալ իր տենց։ Որ բան, չնայած ասենք, չգիտեմ, եթե մի համբյուտեր, որը որ ինչ որ կերպ միացված է ցանցին, կարելի է միշտ էլ գտնել ինչ որ մի բրեշ եւ մտնել։ Դա էլ գալիս է արդեն security հարցը, որը որ էլի այս AI դարում շատ արդիական է, որովհետեւ տվյալների արտահոսքը դա կարող ավելի կատաստրոֆիկ խնդիրների սկսած ասենք, չգիտեմ, թե մարդկային իմպակտ ունենա, թե լուրջ բիզնեսի գումարային տեսակով իմպակտ։ Ես ուզում եմ վերադառնանք այդ 100 միլիոն investment-ին, որ դա արտը անելու է, ինչի վրա է investment, այսինքն ինչ է, education-ը, թե ինչ-որ ինֆրաստրուկտուրնի ինվեստիցիա, թե ինչի մասին է խոսքը։ Ավելի շատ education-ի մասին ենք մենք խոսում, ավելի շատ այդ մեծ ներուժ դնել այդ մոդելների train-ի եւ տվյալների բանի մաքրման sense ասած, էլի reliable տվյալ բանանել, դա բնական է դա տենց օթից չի լինում, դու պետք է համապատասխան թե մասնագետներ ունենաս համապատասխան, թե capacity ունենաս, որ դու կարողանաս օգտագործես, ասենք, այդ computing force-ը այդ ամեն ինչը։ Հասկացա։ Իսկ եթե մենք խոսում ենք մասնագիտությունների մասին, հիմա այս AI-ի, որ եկավ, ինչ որ նոր մասնագիտություններ կան, որ դուք օրինակ գործ եք վերցնում։ Թե ծրագրավորողը մնաց ծրագրավորող, այստեղ հավաքարարը մնաց հավաքարար, նոր մարդ չեկավ։ Այստեղ ասում եմ ամենացավոտ թեման է, որը որ բավականին ասում եմ, ամեն ինչը սկսվեց այն ժամանակ, հələ 19-րդ դարի վերջում, երբ որ այդ հանրահայտ գիտնականները introduce արեցին էլեկտրականությունը։
բնականա զարգացումը պետք է լիներ։ Սկզբից Էդիսոնը իր պամպուճկան բանալից լույս ունեցանք։ Հետո սկսվեց, ասենք, չգիտեմ, ավտոմատիզացիա տարբեր մի քիչ երկար թռա, ասենք, գործարաններում։ Հետո սկսվեց ավտոմատիզացիա տարբեր process-ների մեջ եւ բանով ու տենց եկանք հասանք ինչ-որ միտեղ։ Եթե նայում ենք այդ ժամանակահատվածին, այո, կային մասնագիտություններ, որոնք որ արդեն էլ արդիական չէին, ինչ էտապում, եւ կային մասնագիտություններ, որոնք որ սկսեցին նոր լինել։ Բնական է, հա, ցավալին նա է, որ կլինեն մասնագիտություններ, որոնք որ էլ արդիական չեն լինի։ Ես միշտ ասում եմ ու միշտ ասել եմ, ու դա հետ կապ չունի, եթե դու գիտես ծրագրավորման լեզու ու կարողանում ես կոդ գրել, դա չի նշանակում, որ դու մասնագետ ես։ Դա իմ համոզմունքն է։ Ես տենց եմ մտածում։ Իսկ ինչ է նշանակում մասնագետ լինելը։ Մասնագետ լինելը նշանակում է, որ դու տիրապետես ինչ-որ մի նորաստի դոմեյնին։ Ասենք, գաղտնիք չի, որ այն ժամանակ, ասենք, ծրագրավորողներից տենց ասում են, որ մաթեմատիկոսները եւ ֆիզիկոսները շատ լավ ծրագրավորողներ են։ Իրանց մասնագիտական, ասենք, բանը դա ֆիզիկ լինելն էր։ Ասենք, ֆիզիկ ядерщик, մարդ, որը որ գիտի այդ մասնագիտության մեջ խորացված է։ Եվ այդ մարդը բնականաբար ավելի հեշտությամբ կլուծի այն խնդիրները, որը որ վերաբերվում են իր մասնագիտության եւ մասնագիտության կողքի ինչ-որ դոմեյններին։ Հա։ Միշտ դա տենց է եղել, բայց եկել էր ինչ-որ մի ժամանակահատված, որտեղ որ ես միշտ հիշում եմ, էլի, շատ-շատերն էին, էլի մոտ ասում են, խորտ կտաս ինչ սովորենք, ասում են JavaScript, հա, ասում են JavaScript, HTML բանի, որ սովորենք գործ կլինի։ Դե կար որ ասում են, հա կլինի։ Բայց ասենք, այդ գործը կարող լինի այսօր, բայց վաղ այդ գործը չի լինի, որովհետև եթե մենք այսօր նայենք նույն այսօր մեր generative AI միջոցով, մենք կարողանում ենք արդեն, ինչ ասեմ, չեմ ասում շատ բարդ, բայց կայքեր գեներացվի նորմալ աշխատի։ Ինչը վերաբերում նոր մասնագիտություններին, կա արդեն այդ թրենդը, բայց ես ասեմ, որ դա այդքան երկար չի տևելու, ինչի հետո կխոսանք դրա մասին, այդ prompt engineering-ն է, եւ այդ prompt engineering-ը դա համահունչ է բիզնես անալիտիկի, ինչ որ դոմեյնից իմացող մարդու եւ հետնել միասին տարաճանաչ կոմպյուտերնի այդ ամեն ինչում եղած մարդու այդ ոնց որ համահունչն է, էլի, որ մարդ որ կարողանում է ճիշտ ձևով ներկայացնել խնդիրը, այո, եւ կարողանա այդ խնդրին ճիշտ ստեփերով տանի առաջ եւ ստանա այն ինչը որ ինքը ուզում է։ Դա Դա ոնց որ միշտ կար, պրոստի հիմա դրա անունը prompt engineering-ը հենց AI-ի հետ շփվելուց, էլի։ Հա, ասեմ ինչ, սենց ասեմ, այսօր բանա այդ բավականին տենց դիլեմա է, էլի։ Բա ոնց անի մասնագետը, ջահելը, մասնագետը չէ։ Ջահել նոր սկսնակը ոնց մտնի ոլորտ։ Ես միշտ խորհուրդ եմ տալի, ասում եմ, ընտրեք մասնագիտություն եւ խորացեք ինչ որ մի բանի մեջ։ Այն մասնագետները, որոնք որ սենյոր են եւ կարողանում են արդեն առանց ջունիորների կամ առանց ասենք կողքից ընդամենը մի հատ AI assistant ունենալով աշխատել եւ բան անել, խնդիրը լուծել։ Ամեն ինչ գիտենք, որ հավերժ չի, էլի։ Մասնագետները պետք է գնան հանգստանալու, չէ՞, ասենք, ի վերջո ասել եմ, всё, երիքա, դիք փող եմ աշխատել, գնում եմ բան, ինչ որ մի հատ կղզի հանգստանամ։ Բայց իրանցից պետք է ինչ որ մեկը գա։ Հիմա այդ մեկը եկողը արդեն չի կարա լինի այն որ 3 ամսում սովորել է ընդամենը JavaScript չունենալով background, ֆունդամենտ հետնել միասին, բնական է այդ դրա տեղ այդ ChatGPT-ն արդեն կա։ AI-ը մեծ է ասել այդպես բաներ։ Սկսնակների կյանքն է բարդացել։ Սկսնակների կյանքը չասեմ բարդացել է, ավելի հետաքրքրացել է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, եթե դու քո մեջ բան ես դնում, խնդիր ես դնում ու ասում ես, ես ուզում եմ սրան հասնել,
ու long term ես մտածում դրան հասնելու մասին, ու խոսքը գնում է մասնագիտություն ձեռք բերելու մասին, այդ նշանակում է, որ դու ունես բավականին հետաքրքիր եւ լուրջ ճանապարհ, որտեղ դու ոչ թե հեշտության ես գնում, այլ ավելի խորանում ես, որովհետեւ STEM կրթությունը դա հիմքն է, որը որ երբևիցե չի կորելու։ Նույն այդ AI-ը ով է ստեղծել, մենք ենք ստեղծել։ Ինչի հիման վրա ենք ստեղծել, այն մասնագետների եւ նաեւ այն գիտնականների, ովքեր որ կարողացել են իմանալով լավ մաթեմատիկա, լավ ֆիզիկա, լավ ասենք, չգիտեմ, SNN, ստեղծել այդ մոդելները, ստեղծել այդ գաղափարները։ Ու դա ոնց որ մեր այսօրվա կրթությունը պետք է շատ ադապտիվ լինի, էլի, որ մենք կարողանանք ճիշտ բաների կրթենք, որովհետեւ այն որը որ կրթվում է կամ չգիտեմ, այդքան չի վերափոխվել, դա всё անցյալ է։ Մենք դրա վրա էլ չենք կարա հույս դնենք ու ասենք, որ հեսա կլիպատ կանենք բանում համալսարաններում կամ տրեյնինգ ցենտրներում ծրագրավորում իմացողներին ու ինչ ենք անելու, просто խնդիր ենք տալու, խնդիր ենք ստեղծելու, որ այդ մարդիկ չկարողանան շարունակեն իրենց մասնագիտական բանը, եթե ճիշտ ձևով մենք չկարողանանք մտցնել այդ mindset-ը, որ դա ընդամենը լեզու է ծրագրավորումը, դա ընդամենը գործիք է, որի միջոցով դու կարողանաս լուծել այն, ինչը որ ասենք գյուղատնտեսությունը։ Կարա շատ լավ գյուղատնտես լինի, ընդամենը այդ գրամատային ծանոթ լինի եւ իր խնդիրները շատ լավ ձևով լուծի։ Նույն AI-ի միջոցով։ Այսինքն լուբոյ ցանկացած ոլորտում դու կարաս քո խնդիրը լուծես AI-ի միջոցով, եթե տրամաբանությունը երիկում է քեզ։ Եթե դու այդ ոլորտից լավ հասկանում ես, եթե դու գիտես ինչ ես ուզում, եթե դու ակնկալում ես ինչ պետք է ստանաս եւ պատրաստ ես, ասենք, ինչ որտեղ AI-ին ուղղել։ Որտեղ միշտ չի որ AI-ը կարող է քեզ sense։ Շատ մաքուր բան տա, ասի էսա դու sense բան անես, հա։ Ну, այդ շատ པարզ ձևով ես ասեցի, բայց ասենք տենց որ լայն ավելի մեր աուդիտորիան փորձի ինչ որ ձևով դրանից բան վերցնել։ Ես վերջերս շատ է խոսակցությունները նրա մասին, որ ծրագրավորողները առանց գործ են մնալու եւ այլն, շատ մեծ կազմակերպություններ կրճատում են իրենց staff-ը, խոսում են նրա մասին, որ AI-ը սկսելու է կոդ գրել ու կոդ գրող պետք չի լինելու, այդ թեման միած հասկանանք ինչ է իրանից ներկայացնում, դա ուղղակի խոսակցություններ են, թե ինչ որ իրականություն մեջը կա, որ մասն է դրա իրականություն, որ մասը չէ։ Դե ինձ թվում է մեր նախորդ ինչի մասին, որ մենք խոսում էինք, դա հենց այդ դրա մասին էր, մենք եկանք այդ դրան, որ միայն կոդ գրելով դու չես կարող այսօր survive անես։ Բայց ես ուզում եմ հասկանալ, հիմա այդ մարդը, որ ծրագրավորող է ուզում դառնա, ինքը ինչից պետք է սկսի ուրեմն։ Junior էլ չի կարա լինի։ Չէ, ես դրա համար ասացի, junior պետք է լինի։ Օրինակ, ասենք նույն junior-ի ինտերնի վերաբերյալ մենք նույն կազմակերպություն մենք չենք կանգնացնում մեր այդ process-ը։ Okay։ Որովհետև այդ junior-ները պետք է լինեն, որ հետո աճեն դառնան նույն senior-ը։ Այո։ Բայց այդ junior-ների գլխին պետք է մարդ կանգնած լինի, մասնագետ լինի, որը որ կարողանա ճիշտ ձևով ուղղություն տա եւ ասի, որ սեն։ Հիմա ամեն կազմակերպություն ունի իր, չգիտեմ, ուղղությունները, որտեղ որ իրան պետք է։ Այսինքն կազմակերպություն կա, որ ասում է, գիտես ինչ կա։ Ինձ պետք է, որ դու շատ լավ իմանաս, ասենք, չգիտեմ, ֆինանսական ոլորտը, հետո միասին այս ֆինանսական ոլորտում դու պետք է ճանաչես, ասենք, այս ինչ ծրագրավորման լեզուները, որը որ պետք է, ու հետո միասին, ասենք, խորանաս այդ ամեն ինչի մեջ։ Այդ սենյորը այդ ջայլին սովորացնում է այդ ամեն ինչը, եւ ջայլը այսօր դարն հենց է փոխվել, որ ինքը ոնց ասեմ, եթե պրպտուն լինի, մի քիչ փորփրող լինի, այն հայերեն ասած քթի ծակ ունենա, հիմքը, որը որ տալիս է, ասենք, կրթական մեր այս բաները տալիս են, այդ հիմքը ունենալով հանդերձ, ինքը կարող է իր բզբզելով գնա առաջ։ Հիմա եթե sense ավելի sense բանով մտածենք, տոկոսային հարաբերությունով նույն education մեր բանում, եթե ուզում ես տենց իմանաս, որ դու միշտ կլինես բան նապլավու, ուրեմն ավելի ճիշտ կլինի խորանալ գիտության մեջ։ Խի։ Որովհետև
այսօր այն ամեն ինչը որ AI-ը անում է, ինքը հիմնված է ինչ-որ գիտահեն բաների վրա։ Նույն այդ մի քանի մոդելները, որոնք որ կան, engine-ները, որոնք որ կան, դա գիտնականների աշխատանք է։ Եվ այդ գիտնականները դա այն մարդիկ են, որոնք որ կարող են իրանց հմտություններով, իրանց բաներով ստեղծեն մեկ ուրիշ մի հատ ինչ-որ մոդել, որը որ, չգիտեմ, կաշխատի բիոթեքում, կկարողանա դեղեր, չասեմ ստեղծի, բայց դեղերի ճիշտ ռեսիպիներ տա, որ այդ դեղը ճիշտ բան կանի, բայց դա պետք է լինի գիտնական։ Մարդ, որը որ պետք է գիտորեն ասենք խորանա դրա մեջ։ Հա, եթե այն ուսանողը, որը որ սովորելով դնում է իր դիմաց արչև ժամանակին ոնց է ասում են գնանք PhD ստանանք, որ բանակ չգնանք։ Հիմա այդ PhD ստանալը պետք է ստանա նրա համար, որ աշխատի ոչ թե կոպիտ ասած տարեկան $100,000, այլ $1 միլիոն։ Եվ հետն օգուտ տա հասարակությանը եւ բանը։ Ես ինչ որտեղ կարդացել եմ, որ data art-ը խոսում է AI first, not AI only կոնցեպտի մասին, մի քիչ ուզում եմ հասկանանք դա ինչ է, մենք որտեղ մի քանի անգամ հենց այս տաղավարում խոսացել ենք նրա մասին, որ բիզնեսներին ցանկալի է հիմա AI first մտածելակերպը, այսինքն որ եթե դու ինչ-որ խնդիր ես ուզում լուծես, մի հատ մտածի այդ AI-ով կարաս լուծես թե չէ, նոր փորձի ուրիշ ձևերով, ինչով է տարբերվում այդ մոտեցումը AI first, not AI only։ Եթե մենք այս հարցին տենց մոտենայինք երևի 2 տարի առաջ, դու կարող ես մտածենք, ասենք AI first-ը ոնց որ այդքան էլ ճիշտ չի։ Բայց ամբողջ այնքան արագ փոփոխվեց, որ մենք հասկացանք, որ այն ինչը որ մենք մտածում ենք, որ AI first չի, ստացվեց, որ մենք կարող ենք AI first դա անել, բայց հետո միասին deep analysis-ից հետո պետք է հասկանալ, ասենք, միայն AI-ով դու կարող ես դա անել, թե չէ։ Որտեղ եկանք հասկացանք, որ նշեցի։ Միշտ չի որ տվյալները ճշգրիտ են, մաքուր են եւ համապատասխանում են։ То есть այդտեղ արդեն գալիս է ոչ թե AI-ի հարցը, այլ այդտեղ գալիս է արդեն տվյալների հարցը եւ ճիշտ տվյալներ ստեղծել, կազմել, չգիտեմ, անանել։ Հետո գալիս է նույն իմ այդ երգը, որ ես երգում եմ, ասենք մասնագիտական մոտեցումը։ AI-ի ինչքան էլ ուզում AI-ի հետ ասենք, եթե դիլետանտ նստած լինի, չհասկանա գործից, AI-ը ոնց ուզի կֆրցնի։ Այսինքն եթե դու թեմայի մեջ էքսպերտ ես, դու մեկը AI քեզ ոչ մի բանով չի օգնի։ Կարող է ինչ-որ տենց չեմ ասի ոչ մի բանով։ Okay։ Ինչ-որ բանով կօգնի, բայց կիսաթոփալ բան, ինչ-որ մի բան կարող է ստանաս, էլի։ Ու ինչքանով դա երկարատև կյանք կունենա, բարձ չի։ Բայց եթե դու մասնագետ ես, մասնագիտական մոտեցում ես ցուցաբերում եւ հետո միասին գիտես ինչ ես ակնկալում, թե performance-ը, թե արագագործությունը, թե AI ճիշտ օգտագործելը, թե cost-երը կամպանիայի համար այդ սաղ այդ ամեն ինչը կքչանա։ Էդա։ Կա տենց մի հատ report, data reality check, հենց data art-ն եմ կարծիքով արել, այստեղ գրված էր, որ ընկերությունների գրեթե 90%-ը փորձում են ուսումնասիրել եւ կիրառել AI-ը, բայց միայն ցնցող 11%-ն է, որ ինչ որ պիլոտային ծրագիր իր մոտ հաջողվում է այդտեղ։ Որն է խնդիրը, որ այս թվերի մասին ենք մենք խոսում, ինչ է դա նշանակում եւ այդ կարող է կան ինչ-որ գլխավոր խնդիրներ, որ ինչի ընկերությունները ձախողում են AI-ը օգտագործելուց, կարող է ինչ-որ կոնկրետ բաներ կան։ Սենց ասեմ, դա էլի կոմպլեքս խնդիր է, մենք ցանկացած բան ունի իր ասենց կոմպլեքսիթին, էլի, որովհետև մենք չենք կարող այդ հարցին էլի մոտենալ, ասել ինչի։ 5 հատ կետ ասենք, սրա։ Հա, նույն չկրկնվեմ, այն ինչը որ ես նոր ասեցի, դա տվյալներն են, դա մասնագիտական փորձն է, դա էսա դա այն է, եւ հետնել միասին ասենք perception-ն է, որ այսօր շատ-շատերը տենց մարդիկ, որոնք որ այդքան խորացած չեն այդ ամեն ինչի մեջ, ասենք նույն էլ կլիենտների negotiate անելու ժամանակ, ասում եմ, դե SAI-ի միջոցով մենք ժամանակին երբ որ
ստարտափները ինչ որ բան փորձում էին անել, ընդամենը պետք էր 2 բառ օգտագործել, AI/ML, արդեն Raise էր անում։ Հիմա այնքան է այս ամեն ինչը զարգացել ու այնքան է այս ամեն ինչի մասին խոսացվել, որ այդ նույն գումար ունեցողը, այդ նույն ինվեստորը արդեն AI-ի միջոցով հասկանում է AI-ը ինչ է։ Այո։ Երբ որ իրեն ասում են AI, ասում են իմ բացատրի ինչի համար AI։ Հենց մտ բացատրի որտեղ է դա կիրառելու, ոնց է դա անելու։ Ու այդ ամեն ինչը բերում այն նրան, որ կան, ասենք, նաև մարդիկ, որոնք AI-ին չեն դիմել, բայց լսել են որ տես բան կա եւ performance-ը պետք է լավանա ու այսօր ասենք այս ծրագիրը պետք է արվի, ասենք, չգիտեմ, ոչ թե 3 ամսում, այլ պետք է արվի 3 օրում, որովհետեւ եղած ինչա մի հատ sense բան ես անում, ինքը գրում տալիս է, այդ խեք տես բարթացնա։ Այդ perception-ն է, որ դու պետք է կարողանաս ճիշտ ձևով բան անես։ Կախարդական փայտիկ չկա, էլի, որը որ դու sense մի անգամից sense բան անես, սաղ մի անգամից լինի, էլի, դա լուրջ չեն է, էլի, որը որ պետք է ստեղից սկսես, ստեղ վերջացնես։ Ու ի վերջո վերջի որոշումն էլ էլի մարդունն է։ Առայժմ։ Թե ինչքան կտևի, բարձ։ Դե արդեն այդ թեման գնում է, որ մենք հիմա եթե մենք խոսում ենք generative AI-ի մասին, կա արդեն տենց տրենդ, որը որ խոսում է agentic AI-ի մասին։ Եվ դա արդեն դա է մարդուն փոխարինելու հենց։ Տեսեք, Հայկ ջան, ես սենց ասեմ, ես երբևիցե չեմ ուզում այդ բանը, այդ ընդունել, էլի։ Մարդուն ոչ մեկ չի կարա փոխարինի։ Մարդը կարա օգտվի, օգտագործի եւ ավելի արդյունավետ լինի, ավելի լավ լինի, ավելի արագ լինի, ավելի որովհետեւ ավելի, որովհետեւ ինքը կարողանում է օգտագործել դա։ Այո, դա sense մի հատ ռեբուս է, մենք պետք է հասկանանք որտեղ ինչ աստիճանի դա կարա լինի եւ ամեն տեղին որ կարողանանք ամեն այն joint-ում կառավարելի լինի դա։ Ամենակարևորը դա է, որ դա ի վերջո անկառավարելի չդառնա եւ չբերի ասենք ինչ-որ բանի։ Հիմա կարող ասես ֆանտաստիկ կինոներ ես նայել։ Հա, նայել եմ ժամանակին, ասենք Գերբերտ Ուելսը եմ կարդացել ու այն ժամանակվա ինչ-որ բաները, հիմա որ հիմա sense սրանից 20 տարի առաջ, չգիտեմ, լավ, 30 տարի առաջ ով կմտածեր, որ կարող էր, ասենք, ընկերդ, որը որ Ամերիկայում է, ասենք, իր հետ կենաց խմես բանով։ Վիդեո քոլով, է։ Ամենահասարակ բանն եմ ասում։ Ով կմտածեր, որ ասենք գրադարանում պետք չի օրերով հերթ կանգնել, որ ինչ-որ մի գիրք վերցնել, որ կարդալ սովորել, որ գնալ սեսիան հանձնել։ Այն ընդամենը քեզ պետք է մի հատ հեռախոս ունենաս, հեռախոս։ Հիմա ես կատակով ասում ես դառնալն ես, որ բացի կոֆե դնելուց ամեն ինչ անում է, էլի։ Շուտով երևի կոֆել կդնի։ Այդտեղ համաձայն չեմ։ Այդտեղ համաձայն չեմ, ու ես նաև ասեմ, այն մարդիկ, ովքեր որ դեռ չեն կողմնորոշվել, ընտրեն տեխնոլոգիաների եւ ասենք այդ IT ոլորտը, եւ այդքան էլ մեծ սեր չունեն այդ գիտահեն եւ մնացած ամեն ինչին, ճիշտ կլինի այդ մասնագիտական շիֆտը փոխեն ռեալ սեկտորին։ Այո, ես այսօր ասում եմ, մենք AI-ից ձերբազատված ենք լինելու, այն ինչը որ մենք հայրս շատ սիրում ենք, ուտել խմելու ոլորտը։ Այդտեղ ով ինչ ոնց ուզում է լինի, մեկը մարդը պետքա ուտի, պետքա սնվի։ Հա, կարանք ասենք տենց ինչ-որ հիպոթետիկ մտածենք, որ կլինեն չիպեր, որոնք որ կդրվեն մեր մեջ, որոնք որ կսխմեն այս ինչ մեր նեյրոնների վրա, ընդամենը մի տաբլետկայով կընդունես ու ամբողջ օրը ժամանակ չես կորցնի ուտելու վրա։ Բայց դա այն հաճույքն է, որը որ կարելի ասել պրիորիտետներից մեկն է։ Եկան ռոբոտներ ելնեն, որ պատրաստում են ուղղակի չպատրաստեն ուրիշ թող պատրաստեն։ Թող պատրաստեն, բայց այդ պատրաստելը ասենք էլի ասենք մարդ դրանից օգտվելու է։
Հա, կարող է, ասենք, ռեստորան լինի, որտեղ որ մարդիկ չլինեն, աշխատողները, ռոբոտները լինեն, շեֆ-պովերը ռոբոտը լինի, ասենք, օֆիցիանտեսը արդեն McDonald's-ը դա ամեն ինչ ունի, սիրուն գալիս է, աշկերով թարթում է, զակազը բերում է, բայց մարդը միշտ այդ բանը կա, դի ուտի, պետք է խմի, պետք է հաճույք ստանա, պետք է գնա, ասենք, հանգստանալու։ Այսինքն զբաղվելիք կգտնի մարդը իրան, դրա մասին չանհանգստանա։ Մեր ընկերության մեջ այդ կատականում են, չէ՞, ասում ենք իրան հարգող այթիշնիկը, գոնեմ 2 հեկտար խաղողի այգի պետք է ունենա։ Դա իհարկե։ Որ հետո դառնա գինի։ Կողոցել միացնարություն պետք է ունենա, որ շինարարությունը։ Դա անպայման, դա իր երթի։ Այո։ Իսկ ընդհանրապես հասարակության մասին, եթե մենք խոսանք լայն իմաստով, հասարակության համար հիմա պարտադիր է AI գրագետ լինել, այսինքն այս տրենդի մեջ լինել, ուսումնասիրել, թե մարդը կարա պրոստը իր կողքով անցնի, ինքը ոչ մի ձև ներգրաված չլինի ու իր կյանքը ոչ մի ձև չփոխվի։ Ինքն էլ հələ կարողանա մրցունակ լինի շուկայում։ Ես ես վերջերս մի հատ հետաքրքիր ինչ-որ անալիտիկա էի կարդում, ուրեմն թվերից մի քիչ վատ եմ, չեմ հիշում, բայց ոնց որ թե խոսքը գնում էր նրա մասին, որ մեր երկրագնդի մոտավորապես համարյա 1 միլիարդը արդեն օգտագործում է ChatGPT-ին։ Դա առաջի շփումն է AI-ի հետ։ Եթե ժամանակին դա Google-ն էր, որ մարդիկ search էին տալի, Google-ով ինչ-որ բան էին անում, այսօր մարդիկ ակամա օգտագործում են AI-ը տարբեր խնդիրներ լուծելու։ Սկսած ասենք ինքնաբուժումով, վերջացրած ասենք, չգիտեմ, ինչ որ մի բան պատրաստելու։ Ասենք դոլմա ոնց սարքեմ։ Ոնց իրուն կգրի քեզ կտա։ Դա օգտագործում է։ Ու այդ օգտագործումը գնալով օգտագործվում է։ Հա, ոչ, չգիտեմ, այդ եղածի օգտագործողների 10%-ն է, որոնք որ օգտագործում են նրա համար, որ ստեղծեն ինչ-որ մի բան, որը որ կլինի բիզնես, որը որ կլինի, ասենք, ինչ-որ ավտոմատացում, ինչ-որ process-ի, ավտոմատացում ինչ-որ մի աշխատանքի, ավտոմատացում ինչ-որ մի գործարանի, ինչ-որ sense, էլի։ Բայց այն որ մարդուն արդեն մտել է մեր կյանքի մեջ, ասենք ես ընկերներ ունեմ, որոնց երեխեքը փոքր են, ասում են AI-ով դաս է անում։ ChatGPT-ով դաս է անում։ Հա։ Դարել է ասենց ոնց որ բան, էլի։ Զրուցակից, էլի։ Ու դա անխուսափելի է։ Շատ դեպքերում դասատուից ավելի հարմար տարբերակ է որտեղ։ Դե եթե դասատուն չի օգտագործում, ասենք ChatGPT-ին հաստատ։ Հա, եթե դասատուն չի օգտագործում, երեխան օգտագործում, ուրեմն դասատուի վիճակը շատ վատ է։ Դե ամենայն բաներն են, էլի, դա ամենայն ոնց է դպրոցի ժամանակ կար, չէ՞։ Նազոյ լեվել։ Հա պետք է ինչ-որ մի բան անի, դասատուին փորձի ինչ-որ բան անի, բայց դա էլ ինքնազարգացումն է։ Եթե դու չես ինքդ քո վրա աշխատում, բնական է, որ կարող է մի դասարանում մի երեխա լինի, որը որ քեզ գցի շատ անհարմար վիճակի մեջ։ Քանի որ մենք այս թեման այս թեմայի մասին զրուցեցինք, դուք ունեք փորձ Վրաստանում, ունեք փորձ Հայաստանում, Data Global company է, այսինքն միջազգային փորձի հետ եք մի քիչ ծանոթ։ Ընդհանուր առմամբ, եթե մենք վերցնենք Հայաստանի IT ոլորտը պատրաստ լինել է AI տրանսֆորմացիային, ընդհանրապես IT ոլորտի զարգացման տենդենսները եւ այլն, որ կետի վրա ենք մենք, ինչ խնդիրներ մենք ունենք, ինչ սպառնալիքներ կան մեր առաջ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, փոփոխություններ, որը որ մենք կարանք իրականացնենք մեր երկրում, եկեք մի քիչ փորձենք դրա մասին խոսենք։ Էլի շատ ծավալուն թեմա է, շատ ծավալուն, որովհետև կարելի ասեն ռազելներով բաժանել, ասենք ստեղից։ Կրկնվեմ ու միշտ ասեմ, ցավալի թեմա է, որը որ մենք ունենք, դա էլի մեր կրթությունն է։ Այդ flexibility-ն մենք չունենք, էլի։ Ոնց որ պատրաստ չէինք ռելոկանտներին, որոնք որ եկան, չգիտեմ, 10%-ը մնաց գնացին, հենց էլ շատ բաներին կարող է պատրաստ չլինենք։ Մենք պետքա ոչ թե ռեակտիվ լինենք, այլ փորձենք, ասենք, տենց սուպորտիվ ու ճիշտ։ Իսկ կրթության մեջ մեր մոտ ո՞րն է խնդիրը, ինչն է մեր մոտ պակասում։ Հիմա ասենց ասեմ, բավականին մեծ քայլեր արվել է։ Բավականին մեծ ինչ որ նվաճում չասեմ, բայց
փոքր հաջողությունների հասել ենք։ Ինչքան գիտեմ, կրթական համալիրներում էլ բան այդ Պասկալ չեն սովորացնում, էլի։ Այդ մեծ նվաճում։ Հա։ Չէ, նաև ասեմ, որ փորձում ենք ադապտիվ ձևով տենց գնալ այդ համահունչ այդ բանի հետ։ Պրոստը աշխարհը այնքան արագ է փոփոխվում, էլի մենք հիմա ստեղ այսօր նստած ենք, կարող է ստեղից դուրս գանք ու մի հատ տենց հետաքրքիր մի հատ ինչ-որ մի բան լինի, որը որ ասենք վայ քո արա, այս ո՞նց եղավ։ Հա, արագ է փոփոխվում։ Ու այդ արագ փոփոխությունները եւ այդ ամեն ինչը այդ process-ը գնում է արդեն, դու չես կարող կանգնացնես, էլի, որովհետեւ իսկ եթե դու այդ process-ից դուրս մնաս, ցանկացած ասենք այդ օղակում, կնշանակի, որ դու այդքան էլ չես կարող զարգանաս որպես երկիր, որպես սոցիում։ Ոչ բոլորը պետք է լինեն IT-շնիկ, դա չկա տես բան, չի կարա տես բան լինի, էլի։ Մարդ կա, ասենք, բայց բոլորը պետք է հասկանան այդ փոփոխությունները եւ պետք է փորձեն կիրառել այն ամեն ինչը որ տալիս է իրանց այդ AI, այլ ոչ թե վախենան, այլ կիրառեն եւ օգտագործեն իրանց մասնագիտական ոլորտում այդ AI-ը ավելի իրանց աշխատանքը էֆեկտիվ եւ ճիշտ դարձնելու համար։ Ոչ թե վախենանք, այլ օգտվենք, օգտագործենք եւ լինենք user, այլ ոչ թե տենց ոնց որ շատերը ասում են, հեսա վաղը մեսուրը, սա ռոբոտները գալու են մեզ օգտագործեն։ Չէ։ Ինչը վերաբերվում է երկրին ինչա դա տալու, ես նշեցի, ասացի, տեսեք, եթե մենք ուզում ենք գիտահեն սոցիում ունենալ, չնայած դա հնարավոր չի, բայց մենք պետք է շատ մեծ ներուժ դնենք գիտության վրա։ Սկսած նրանից, որ համոզել, բացատրել, ասել, որ այդ գիտությունը պետք է զարգանա եւ պետք է հետնել միասին դու այնքան զարգանաս, որ գիտությունդ կարողանաս գիտնական դառնաս, որ մեծ value բերես երկրի համար, որտեվ եթե մենք այսօր երկրում ունենանք 1-2 գիտնական, որոնք որ Այդ երկիրը ուզում է որ գիտնականներ լինեն, ինքը պատրաստ է դրա համար փող վճարել։ Այդ արդեն ուրիշ թեմա է մենք մտնում, եթե ուզում ես կարող ենք այդ թեմայով շատ խոսենք։ Դե ես անարմով եմ ասում, որ հա, դե մարդը կարող է ուզենա գիտնական դառնալ։ Ինձ թվում է, ասենց ասեմ, տենց ռուսերեն բառ կա, էլի ասում, այդ призвание։ Բայց օրինակ վեկալենք հիմա աշխարհում կան հարյուրավոր լուրջ հայ գիտնականներ արդեն պատրաստի։ Այսինքն եթե օրինակ մենք ուզենայինք գիտնականներ ունենայինք, մեզ ընդհանրապես պետք է այդ հայ գիտնականների հետ պայմանավորվել, որ իրենք ինչ որ չափով Հայաստանում ներկայացնեն։ Ասում ենք այդ քայլերը անում ենք արդեն։ Հա, կա այդպես process։ Կա։ Այդ քայլերը մենք անում ենք, ու այդ քայլերը ոչ թե խոսքով ենք անում, ու այդ մարդիկ ոչ թե գալիս են նրա համար, որ իրանք պատրիոտ են, հայ են, գանստեր ինչ որ կրթեն գիտնական բան անեն, այլ են մարդիկ էլ իրանք շահը պետք է ունենա։ Այդ մարդիկ իրանք շահ ունեն։ Ինձ թվում է արդեն པարզ է ինչի մասին ենք մենք հեսա խոսելու, դա խոսքը գնում է նրա մասին, որ մենք այդ գիտնականներին տալու ենք հնարավորություն, որ իրանք իրանք գիտական փորձերը եւ մնացած ամեն ինչը անել են արդեն բավականին խոսացված եւ բավականին հետաքրքիր պրոյեկտը, որը որ կազմակերպվում է Firebird, Nvidia օրինակներից այդ դա կարելի ասել եզակի օրինակ է մեր տարածաշրջանում եւ դա դրա ամենակ sense հիմքերից մեկում դա է դրված, որ այդ գիտնականը գա, որ այդ գիտնականը ունենա հնարավորություն օգտագործել այդ computing power-ը, տենց այդ ֆաբրիկան, իր գիտական հետազոտությունները անի այնտեղ, որովհետև դա ահռելի մեծ գումարների մասին է խոսքը գնում, էլի։ Դա ահռելի մեծ։ Եվ հետը միասին ասենք, մենք իրանից ստանանք են, որ մենք կարողանանք իրան խնդրենք, որ ինքն էլ իր, որ ասում է, գյորը չտանի, էլի, սովորացնի։ Դա այդ win-win գաղափարն է, էլի։ Հա, լավ, գիտնականին ասցիր եկավ, ասենք մի հատ summer camp-ում մասնակցեց, երկու հատ լեկցիա կարդաց, դե հետո մենք թողի կգնա, էլի, այդ ինչքան ազգան վեր, այտենց բան մարդ պետք է լինի, որ սա ամեն ինչ թողի գասի վсё։ Դե տենց կլինի, ասենք 100,000-ից մեկը։ Դե հա, այդ 100,000-ից մեկով չես գնա առաջ, էլի, դրա համար պետք է, էլի եմ ասում, այդ կոմպլեքս խնդիրները կամաց լուծելով, խելացի մարդիկ հավաքվեցին, մտածեցին,
գաղափարը ստեղծեցին ու գաղափարի շուրջ ստեղծեցին, ասենք, long term պլանը, թե ինչի ոչ միայն AI factory, այլ նաև S Իրանից բխող։ Այո։ Այդ ամբողջը կբերի նրան, որ մենք կարողանանք այսօր, այն որ մենք ուզում ենք ասենք, որ մենք բան ենք, այդ ինչ որ մի հատ փոքր երկիր ենք, բայց նաև այդ դեր ենք կատարում տեխնոլոգիական աշխարհում, տեխնոլոգիական hub ենք։ Հա, hub, կարող է hub ենք։ Այդ որ տենց կոչվենք, այդ տենց գաղափարներ պետք է լինի, որովհետև ասենք ու այդ գաղափարը մենակ այդ factory-ին չի, դա ինքը իրանով բոլորիս պարզ է, ասենք, այն հենց բիտկոինների ժամանակ, երբ որ մարդիկ ասենք Nvidia-ի վիդեոկարտաները առնում են բան էին անում, սկսում են mining անել, ասենք ինչ էր էլեկտրոէներգիան էր։ Ասենք շատերի մոտ պատվալները բաժարել են գնում, որովհետև հաշվի առած չէ, ասենք կարող է առնել այնքան մощности վիդեոկարտա, որը որ պրոստը կաբելը չէր երիկում, տալիս վառվում է։ Վերջում սա համը դուրս էր գալի, չգիտեմ ինչև այդ mining արածելներ չլներ, ծախսերը փագեր են վաղտել այդքան թանկ չէր։ Հա, դա էլ է, լուրջ ինֆրաստրուկտուրա է։ Երկիրը պետք է արդեն դրան պատրաստ լինի։ Ես ուրեմն այս վերջերս էլի կարդացի, ուրեմն օրեկան մենակ այդ ինֆրաստրուկտուրան ինչը մենք կոչում ենք AI, դա ես ասում եմ երևի մի ամսվա առաջվա տվյալ, որ կարդացել եմ, էլի։ Օրեկան օգտագործվում է մի տերա, չեմ հեսամ մի վայրկյան, մի տերավատ էլեկտրոէներգիա, որը որ համարժեք է, եթե մի միլիոն կիլովատ օրեկան։ Մի միլիոն կիլովատը, որ մարդիկ պատկերացնեն ինչի մասին է խոսքը գնում, դա հերիք է նրա համար, որ մոտավորապես մի տարի 250-ից 300 տուն այդ ամբողջ իր պահանջներով բան անի, էլի, էլեկտրոէներգիան վատնի։ Մի օրվա մասին է խոսքը գնում։ Ու գնալով ավելանում է դա։ Ու շատ արագ, որովհետև հիմա ասենք, եթե հենց հիմա չէ, բայց հեսա դուրս են գալու, էլի ChatGPT-ին ինչ որ հարց ենք տալու, ասենք ցենց են։ Ու տենց ինչքան այդ շատերն են հարց տալի, այնքան այդ ամբողջը ինքը ինչ է անում։ Ինքը ասենք պետք է աշխատի գեներացնի, ասենք, ու չխորանամ արդեն ինչ, կոնկրետ պատասխան ինչ որ բան է։ Օրինակ, այն օրը խոսում էինք ընկերներով, ընկերներից մեկը լավ ասեց, էլի ասում է ChatGPT-ի հետ որ խոսում ես, վերջում մի ասած thank you։ Հա։ Որտեվ այդ երկու բառի վրա է իրա մոտ։ Բան, ասենք, եթե 1 միլիարդ օգտագործող անդադ thank you ասում, ինքը սկսում է դրա վրա տենց քեզ ռևերանսներ անել, բանա, էներգիա ծախսում, էլի։ Եթե դու մտածում ես դրա մասին, որ էներգիան այդքան շատ չծախսես ու հետներ միասին արդյունքը ստանաս, պետք չի thank you ասել, մի ասա, մեկ ինքը դա չի հասկանալու։ Ու դա տալիս է մեզ հնարավորություն արդեն երկրի ստրատեգիա մտածել։ Էլեկտրոէներգիան։ Մենք բնական ռեսուրսները, որ երկրագունդը ունի, դա անվերջ չեն, էլի։ Ու ալտերնատիվ էներգիայի օգտագործումը, ալտերնատիվ էներգիայի ստեղ հնարավորությունները ստանալը, դա նամանավանդ մեր երկրի համար, որը որ այսօր առայժմ արևից կարող ենք մենք շատ լավ օգտագործել, մենք պետք է դա օգտագործենք։ Չգիտեմ, վաղը կարող է լինի մի հատ ինչ-որ նոր գաղափար, որը որ ջրից կարողանանք այդ էներգիան ստանանք, ինչ-որ կամ մեկ ուրիշ ինչ-որ մի բանից։ Ժամանակի ընթացքում հաստատ ինչ-որ նոր բան կլինի։ Հաստատ։ Այդ ժամանակը կարող ուղղակի շատ երկար լինի կամ մի քիչ ավելի կարճ լինի։ Բայց այդ ամեն ինչը մենք պետք է ճիշտ ձևով օգտագործենք եւ կարողանանք մեր երկիրը, ասենք, այդ գաղափարը կա արդեն, եւ այստեղ նաեւ մի հատ ուրիշ հարց կա, որ մենք կարողանանք այդ էներգիան ճիշտ, ոչ թե ճիշտ, այլ օգտագործենք, որտեղ էներգիան դնես բանա, որ դու չես կարա, եթե չունենաս համապատասխան բան, այդ ակումուլյատորներ ասած, չես կարա պահես, չես կարա իրան դնես խալաձելին ինքը չփչանա։ Ինքը եկավ կգնա, էլի։ Դու պետք է բանաս, դա նշանակում է արդեն որ այդ ամբողջ ինֆրաստրուկտուրաները պետք է ստեղծես, ասենք, կարողանաս, ասենք, օգտագործում անես։
ասենք հասարակ բան, երբ որ դու էլեկտրոէներգիան, ասենք արևային պանել ես դնում, արևային պանելը դնելուց այդտեղ այն հաշվարկը որ ասում եմ որ այսքան միլիոնով փող կաշխատես, ես իմ սենց էներգիա ձերի կլինի, այդ կլինի այն ժամանակ, երբ որ դու քո արտադրածը օգտագործես։ Եթե դու քո արտադրածը տալիս ես հետին, հետից հետո հետ փող ես ստանում, բան ես անում, դա ստանում ես դրա ընդամենը 20%-ը հետ։ Բայց եթե դու ռեալ օգտագործում ես այն էներգիան, որը որ դու արտադրում ես, այդ ծավալը, то դու այդտեղ լուրջ օգուտ ես ունենում։ Նույնն էլ ստեղ է, մենք պետք է կարողանանք, եթե արդեն ռազմավարությունը, երկրի ռազմավարությունն է, թե մեր ներսում նմանատիպ AI լաբերով, AI, ասենք, չգիտեմ, ֆաբերով, AI data center-ներով կառուցել եւ սնել այդ ամեն ինչը։ Հետնել միասին նաեւ մտածել ինչի՞ չէ կիսվել այդ նույն էլեկտրոէներգիայով հարևանների հետ եւ կարողանալ, ասենք, բան անել, որ դու պրոդուկտիվ լինես։ Դա եւս մի ուղղություն է, որը որ շատ ու մենք այսօր այդ բանն է, չէ՞, ասում եմ, այսօրվա AI-ի օգտագործումը տարեկան այնքան է, ինչքան որ Ճապոնիայի կեսն է օգտագործում մի տարում այդքան ամբողջ Ճապոնիայի։ Եթե մենք դրան ոնց որ մեծ ուշադրություն չտանք ու չօգտագործենք թե մեր այդ այվի այդ բանը, թե մեր այն գաղափարը, որը որ Nvidia-ն եւ Fireboard-ը արեց եւ դա շատանա բան տենց ինչ-որ բաներ, այդտեղ շատ կարևոր է դա։ Իրոք շատ կարևոր է այդ ամեն ինչը, որովհետեւ այդ օգտագործումը ասենց կարելի ասել ժամ առ ժամ ավելանում է։ Ժամ առ ժամ։ Դա երևի կարևոր է բիզնեսի ու կառավարության կամ պետության համագործակցությունը, ինչ որ չափով ոնց է вообще զգացողությունը Հայաստանում այդ ինտերֆեյսը լավ է, կան խնդիրներ։ Մեր պետությունը, մեր կառավարությունը, ոչ թե վատ իմաստով եմ ասում, մենակ չի ձգի։ Բնական է, հա, այդտեղ պետք է լինեն բիզնեսները, որոնք որ կարողանան հասկանալ եւ հետնել միասին տանել առաջ։ Փառքաստում մենք ունենք արդեն տենց բիզնես mindset ունեցող մարդիկ, որոնք որ հասկանում են եւ դա տանում են առաջ եւ փառքաստու կառավարությունն էլ արդեն կոնսենսուսի եկել են։ Բայց ես կարծում եմ, որ միայն կոնսենսուսի գալը դա հերիք չէ, այլ դա պետք է լինի գերակա ճյուղ, գերակա շահ, ասենց ասած, որը որ եթե կան խոչընդոտներ, այդ խոչընդոտները գերակա շահով պետք է լուծվեն։ Կարող է ինչ-որ մեկին մի քիչ լավ չլինի, այն մյուսին մի քիչ վատ լինի, բայց դա երկրի ռազմավարությունն է։ Պրիորիտետներ պետք է։ Ու դրանով դու, եթե պատկերացնենք սենց, եթե Հայաստանում գտնվի 10 հատ data center, հետնել միասին 3 հատ AI factory, որը որ ինտերնետի լարով ընդհանրապես թույլ է տալիս աշխարհի մի ծայրից գիտնականին իր լուրջ գործողությունը ստեղ անել եւ բարիք ստեղծել աշխարհի համար, մենք այդ ամեն ինչով կարողանանք մեր security-ն շատ լուրջ ձևով։ Անվտանգության բաղադրիչ է ուղղակի։ Միանշանակ։ Ասենք այսօր Թայվանին ինչի՞ չեն հավասարացնում։ Չիպերի համար։ Այո։ Այսօր նա քթավ այդ իրանց կառավարությունը մերի նման երևի sense բաների մեջ էին, տվայտանքների մեջ էին, ինչ ուղղություն բռնեն, ինչ անեն, ոնց անեն, էս անեն, վերջում գտան մի հատ այնց ուղղություն, որը որ բոլորին է պետք։ հա, նույն էս Թայվանը չլինի, դա AI չի լինի։ Այսօր Nvidia-ի սաղ չիպերը, չգիտեմ, բանի այն մյուս խոշոր արտադրողների սաղ չիպերը, ասենք այնտեղ է արտադրվում։ Կլինի դա Qualcomm, կլինի դա, չգիտեմ, Nvidia, կլինի դա TSMC, եսիմ, հա։ Մարդիկ գտել են իրանց նիշան, առոք-փառոք ապրում են, խաղաղ։ Հա, Չինաստանը ինչքան ուզում է մատ թափ տա։ Последнее китайское предупреждение ты դրանից է եկել։ Դե հա։ Որ իրանք արդեն ստացվում եմ ինչքան 60 տարի մատ են թափ տալի ու վերջի Դե հա, հայլք թափ տան, որովհետև էլ զանիմնի բան, պագոնիշ էլի չես հասնի իրանց։ Այո։
Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Կարծում եմ, որ այս չիպերի թեմայով կարանք հենց ավարտենք, հույս կունենանք, որ Հայաստանը իր չիպերը կգտնի։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Ինձ էլ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։